Քանի կիլոմետր է հեռու Ադրբեջանի սահմանը ստեղից։ Սյունիքի մարզկենտրոն Կապանից 11 կիլոմետր հեռու Սպիտակաղբյուրի տարածքում է Ուժանից գյուղը։ Նախքան հայկական բանակի կազմավորումը այս գյուղի պաշտպանության նպատակով ջոկատ էր կազմել Շանթ Հարությունյանը։ Սահմանամերձ գյուղում ապրող տարեցկինը գիտի, որ հիմա Շանթ Հարությունյանը բանտում է։ Նրա հանգստությունը դեռ պայմանավորված է 90-ականների գյուղի ինքնապաշտպանության հաջողությամբ։ Սամա շատ կանջանը։ Բայց ազեպենը պրա էս պատերազմի վաղտը խրեկ դոքեց։ Ինչի շնորհիվ բա կարողացաք ադրբեջանցիներին հետ մղել։ Նպայչանիկվա ալհարձակում գյուղեներա ադետա գորիշ գյուղը ստեպենն է պիացարի ճանապարհատվակեցա շատ եկան պաշտպանած։ Ժպիտով է հիշում Շանթ Հարությունյանի սխրանքի մասին։ Ղեկավարումն է լիրած, բայց Ուժանիսի գյուղապետը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդիկ Բեգլարյանը պատմում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանի հետ կապված անցյալն ու ափսոսում, որ նա հիմա բանտում է։ Իրավիճակը վատ էր եւ ինքը ստեղծեց ջոկատ եւ եկավ մեր գյուղի սահմանները պաշտպանել։ Հանգիստ բնավորության տեր մարդ։ Այդքանը ես կարամ ասեմ իր մասին, ինչքան ես առնչություն եմ ունեցել։ Դուք ընկերներ եք եղել։ Չէ, ես շատ փոքր եմ։ Իրեն տեսել եք։ Հա, տեսել եմ։ Միշտ տրամադրված էր իրենց կողմնակցության նախագահի կողմից եւ իրենց ջոկատը մնում են այնտեղ։ Մոտարապես մի 5-6 ամիս։ Ռմբակոծում էին, հա, ադրբեջանցիները։ Ռմբակոծում էին։ Զոհեր կային։ Մեկ զոհ կար։ Իրենց բոստանում էր գտնվում եւ այնտեղ հետակոծությունից մահացավ այդ կինը։ Այդ զոհից հետո Շանթը եկավ գյուղ։ Այո։ Հիմա ինքը բանտում է։ Նրան առողջություն կցանկանամ եւ կասեի, որ նման տղաները ոչ չեմ ասեմ, թող շատ անեն։ Ձեզ մոտ լավ տպավորվել է, հա։ Ազնվորություն էր շատ։ Ինքը որ եկավ ստեղ, ես արդեն մի 2 ամիս հետո արդեն ես գնացի հայկական բանակ։ Ուժանիսում ունեն Շանթի 23 տարվա վաղեմության եւ ներկայիս պայքարի բացատրությունը։ Պրոստը իրան այս մոմենտը պահում են քաղաքական հարցը, այս մեր կառավարության մոմենտը ինչ որ անում է, ինքը ճիշտ է անում։ Մեր Հայաստանը ուզում էր, ասիկ մինակ ինքը չէր, օբշի մեր այս իրան նման շանթերը մի շատ շանթեր։ Ուզում են որ Հայաստանը մի քանի հոգու ձեռով չգնա։ Ուժանիսում ապրողները հատուկենտ մարդիկ են, ալպիական գոտու բնակիչներն ասում են ձմռան երեկոներին լավագույն դեպքում 6 լամպ է վառվում։ 90-ականների ցուրտ ու մութ տարիներին, երբ գյուղը գնդակոծվում էր, 130 ծուխ կար, 40 երեխա է ծնվել գյուղում, հիմա արդեն դպրոցահասակ են։ Այստեղ դպրոց կա։ Չէ, քանդված է։ Բա որ դպրոց չկա, ուր է գնում։ Քաղաքի դպրոցն է գնում էլի։ 38-ամյա գյուղապետի երեխաներն են։ Գյուղապետն ասում է, երիտասարդ ընտանիքները նաև ինքը ընտանիքով նախընտրում է ապրել Կապանում, գյուղ այցելել գործերով։ Դպրոց կա ոչ մանկապարտեզ, հիմնական խնդիրը հենց այդ է։ Ուժանիսում դեռ մնացածները Երևանից եկողներին հարցեր են տալիս իրենց սահմանը պաշտպանած Շանթ Հարությունյանի որպիսության մասին։